Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Renews լրատվականի այսօրվա առաջին թողարկումը միասին ամփոփելու ենք անցնող երկուշաբթին բարի լույս։ 3.5 օր քննարկումներից հետո Օտաշիր կապիտալը զրկվեց Հայաստանի էլեկտրական ցանցերը կառավարելու լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն էլ հայտարարեց, որ առաջիկա 3 ամսում կբանակցեն սեփականատիրոջ հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Ու եթե 3 ամսում համաձայնության չգան, պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել սեփականության իրավունքը։ Քննարկվել են նաև մյուս տարի ատոմակայանի վերանորոգման, հոկտեմբերին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 անդամի Թուրքիա այցելելու և նաև այլ թեմաներ։ 3 օր պետք եղավ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին Տաշիր կապիտալին հետցի կառավարման լիցենզիայից զրկելու համար։ Ովքեր են կողմ օրակարգի հարցին, այսինքն ովքեր են կողմ լիցենզիայի դադարեցմանը։ Ովքեր են դեմ, շնորհակալություն։ Քննարկման 3-րդ օրը ելույթներին էր նվիրված։ Նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց։ Հետի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց, պնդելով, թե ելույթում վիրավորական ձևակերպումներ կան և կոռեկտության կոչ արեց։ Հաշվի առնելով, որ ՏԿ-ն շատ անգրագետ և սխալ հաղորդում էր ներկայացրել, ամենատեղից ճգնաժամային ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվեն, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա, մեր մասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Ունեք Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգում մի դիտարկում։ Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախարարությունը դուք երևի հասկացել եք սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չէ, չգիտեմ ինչի կվերածվի, Դուք եք այս բան սպառնալիքներով խոսում։ Ով ասաց վերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Ղազինյանը կանխատեսեց, որ հանձնաժողովի անդամների սպասվող որոշումը կհամապատասխանի քաղաքական պատվերին, այսինքն հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որպես անկախ մարմին լուծարմանը։ Այո, թույլ ենք տալիս, այո։ Մեսրոպ Մեսրոպյանը կտրուկ բացառում է, որ երբևէ որոշումներ է կայացրել ճնշման կամ արտաքին ազդեցության տակ։ Նրա խոսքով իր բոլոր քայլերը եղել են իր անձնական համոզմունքների ու խղճի արդյունք, եւ ինքը միշտ գործել է լիովին ազատ։ Խոսել ժողովրդավարության անկման, խոսել հանձնաժողովի անկախության աշճանի նվազեցման, խոսել քաղաքական պատվերներ կատարելու մասին, դա առնվազն ես համարում եմ սխալ դիտարկում։ ՀԾԿՀ-ի 3 անդամներ հոկտեմբերին Թուրքիայում էին։ Այս մասին նույնպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հանձնաժողովի նախագահը եւ պատմեց պատվիրակության այցի պատճառը։ Հայաստանը 1999-ից էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի հիմնադիր անդամ է, որտեղ ընդգրկված է 47 երկիր։ Ասոցիացիան տարին 2 անգամ նիստեր է կազմակերպում տարբեր երկրներում, քննարկելով հատկապես վերականգնվող եւ արևային էներգետիկայի խնդիրները։ Վերջին հանդիպումը Թուրքիայում էր։ Այ տեսեք գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի կան հեծը վաճառեն թուրքերին, դա կներեք առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։ Հանրության ամենից շատ հետաքրքրում է, սպասվում է հոսանքի սակագնի բարձրացում։ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով կան մի շարք բաղադրիչներ, որոնց հաշվարկից հետո միայն հանձնաժողովը կարող է գնահատել, հնարավոր է սակագինը փոխվի, թե ոչ։ 2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու։ Ամեն ինչ կանենք, որ սակագինը չբարձրանա, ասում է Մեսրոպյանը։ Սակագինը ինքը բազմակոմպոնենտ գումարելի է։ Ինքը այդ գումարելին ձևավորվում է մի քանի տարբեր գումարելիներից։ Կփորձեմ մաքսիմում հասկանալի լեզվով սա բացատրել։ Եվ երբ տարվա ընթացքում ամփոփում ենք մենք ֆինանսական տարին, արդեն այս կամ այն գումարելին կարող է դրական ազդել այդ ընդհանուր արդյունքի վրա, այս կամ այն գործոնը կարող է բացասական ազդել ընդհանուր արդյունքի վրա, եւ այդ դրական ու բացասական ազդեցությունների հանրագումարում է, որ հանձնաժողովը հասկանում է պատկերը, կարող է սակագին իջացնել, չի կարող սակագին իջացնել, նպատակահարմար է սակագին իջացնելը, թե ոչ։ Ավելի ուշ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշում է կայացվել։ Այդ առիթով դատարանի դիմաց հավաքվել էին հեծի արդեն նախկին սեփականատիրոջ աջակիցները։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վստահ է, որ Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ ուղղակի թրաֆիքինգի զոհ է։ Չի հասկանում այդ մարդը, որ իրեն արդեն ամիսներ շարունակ որպես ստրուկ թրաֆիքինգի զոհ փուրն են տալիս։
օրենքը փոխեցին, որ մենակ Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանա որոշում կայացնել միլիոնավոր դրամներ աշխատող Ռոմանոսին նշանակելու, այսօր դա ու հետագա բոլոր քայլերը։ Վաղը բոլորը չկմեղանալու են, բա գնացեք այն հրազդանցի հարևից պահանջեք, մենք ինչ կապ ունենք, բայց բոլորը պատասխան են տալու։ Սամվել Կարապետյանը ըստ իշխանության մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Դրան էլ հաջորդել էր հեծի լիցենզիան պետությանը վերադարձնելու գործընթացը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Նշեմ, որ երեկ կայացել է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատական նիստը, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 11:30-ին։ Այլ թեմաների մասին, ինչպես արդեն տեղյակ եք, քաղաքացիական պայմանագիրը հաղթեց վաղ շաբաթի ընտրություններում, այս առիթով Նիկոլ Փաշինյանն է Facebook-ում գրառում արել, դիմելով վաղ շաբաթի ընտրողներին։ Վարչապետն ընդգծեց, որ այս ընտրությամբ նրանք կարևոր լիցք տվեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ամենայն հայոց կաթողիկոսից ազատելու գործընթացին։ Ուր ենք գեցում։ Ուր ենք գեցում։ Կենտրոնական շտաբ։ Ուր ենք գեցում, հələ այս տղենով է։ Ալեն Սիմոնյանի ասած, այս տղեն վաղաշաբաթի համայնքապետի ընտրություններում հաղթել է, ստանալով ձայների 48.5%-ը։ Կեսգիշերին Հայաստանի տարբեր շրջաններից եկած թիմակիցները լուրն իմացել, ծափերով, վանկարկումներով ու դհոլ զուռնայով էին դիմավորում Մեխակյանին։ Քվեների 31.9%-ն է ստացել ընդդիմադիր հաղթանակ դաշինքը, Մայր Հայաստանը 5.4% է ստացել վաղարշաբաթ խոշորացված համայնքում։ Բոլորովին վերջերս Խոյ եւ վաղարշաբաթ համայնքների միավորումը ընտրությունների վրա իր ազդեցությունն է ունեցել։ Մենք հաշվել ենք, թե որ տեխնացուն ինչքան ձայն է ստացել ըստ նախկին վարչատարածքային բաժանման մինչև խոշորացումը։ Օրինակ Մայր Հայաստան կուսակցության տեխնացուն իր ձայների մեծամասնությունը ստացել է Խոյ համայնքից։ ԿՊՆ հաղթանակը վաղարշաբաթում մոտ ձայներ ունեն, իշխող ուժի ձայները շուրջ 700-ով են ավելի, մինչդեռ Խոյում, որտեղ ԿՊ տեխնացու Մեխակյանը 3 տարի համայնքապետ է եղել, իշխող ուժը երկրորդ տեղից 4500 ձայնով ավելի է ստացել։ Հիշեցնեմ, որ այս տարի հունիսին վաղարշաբաթի համայնքապետ Դիանա Գասպարյանի կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարականից հետո կառավարությունը որոշեց, որ Խոյը պետք է միանա վաղարշաբաթին։ Ավականուց նոր համայնքապետ ընտրելու փորձերը անձամբ իշխող ուժի ներկայացուցիչները չեզոքացրին։ Թափուրաթորին նշանակվեց Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ Իսկ քաղաքացիական պայմանագրի շտաբում ուրախության աղմկոտ դրսևորումներով էին արձագանքում ամեն անգամ, երբ հերթական տեղամասից արդյունքներն էին ստանում ու իմանում, որ առաջատար են։ Շտաբ գնացած ՏԿ նախարարը հեղափոխության հայտնի բարձրախոսներ ձեռքն առել։ Բացականչում էր, որ ջախջախել են ընդդիմությանը։ Առանց ձեզնից մեկի բացակայությամբ հնարավոր չէր լինի վաղարշաբաթում ջախջախել մեծախոս, մեծաբերան ընդդիմությանը։ Ընդդիմությունից ամենաշատ ձայն հավաքած Սևակ Խաչատրյանը Կիրակի գործընկերոջս հետ զրույցում նշում էր, որ բողոքարկելու են ընտրության արդյունքները, իսկ ջախջախել բառին անդրադառնալով ասում է, ում են ջախջախել վաղարշաբաթցիներին։ ԿՊ-ականները, այսինքն սպասում էին այս վարքյանին, որ ասեին ջախջախել են, ում են ջախջախել, վաղարշաբաթցուն են ջախջախել, վաղարշաբաթցիներն են մեզ ձայն տվել, մեր թիկունքում եղել են վաղարշաբաթցիները, մեր թիմի անդամները վաղարշաբաթցիներն են, գյուղաբնակ մեր Խոյ համայնքի բնակիչները եւ Էջմիածին քաղաքի բնակիչները ում են ջախջախել։ Իրենք շատ շուտով ջախջախվելու են, բայց իրենց անձերն են ջախջախվելու, ոչ թե վաղարշաբաթցին կամ հայ ժողովուրդը եւ այլն։ Թող մեծ շատ չխոսա, մանավանդ իրենց նախարարները պորոտախոսությամբ մեջ մի փոքր ոնց որ հայտնի է վերջին շրջանում էլ կարծես շատ ավելի իրենց լեզվին չեն կարողանում տիրություն անել ժողովրդի լեզվով ասած։ Ջախջախել բառը օգտագործում են շատ ԿՊ-ականներ, այս թվում Գևորգ Պապոյանը։ Էկոնոմիկայի նախարարը կարծում է համայնքային ընտրություններում անգամ լրատվամիջոցներին են հաղթել, ինչպես նաև նախկին ղեկավարներին իր բառերով ձևիստներին, Էնդումբիկով մարդուն, Կտրիչին, հրապարակ, ժողովուրդ 168 թերթերին։ Իդեպ հետաքրքիր է, որ 168 ժամը հայտնում է, թե ընդդիմության հաղթանակ դաշինքի տեխնացու Սևակ Խաչատրյանը Պապոյանի հարսանիքի քավորն է եղել։ Հեղափոխական երգով է առավոտը սկսել վարչապետն ու իր հետևությունները ներկայացրել նախորդին վաղարշաբաթի ընտրություններից հետո։
Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, իշխանությունը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությանը։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Սա նոր կանաչ լույս կվառի վարչապետի առաջ վեհարանը իր բնորոշմամբ ազատելու գործընթացում։ Կիմանանք, Երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Ընտրություններից հետո Facebook-յան քաղաքական դաշտում վերլուծության ժամեր էին, ինչու ընդդիմությունը պարտվեց եւ նմանատիպ հարցեր։ Օրինակ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է, եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական գործող համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ինչ գնահատականներ են տալիս երևանցիները վաղար շաբաթի ընտրությունների արդյունքներին, հարցախույզն իրականացրել է Մերի Դանելյանը։ Վաղար շաբաթի ընտրություններից տեղյակ եք։ Այո։ Գիտեք ով է ընտրում։ Այո, Մեխակյան, շատ գոհ ենք, իմ աղջիկներ հենց ընդեղի ընտրության շատ գոհ են։ Մի քիչ նայել եմ, բայց վերջնական արդյունքը չեմ նայել, ինչ պատահեց։ Բացարձակ չի հետաքրքրում, если честно։ Այդ կեղծ ընտրությունները բացարձակ ընդհանրապես ոչ մեկի չի հետաքրքրում։ Ես արդեն 30 տարի ոչ մի ընտրության էլ չեմ հավատում։ Դե գիտեք, ամեն մեկը ընտրում է այն տեխնացուին, որին ինքը արժանի է համարում։ 40%-ն է մասնակցել։ Էլի նույն բարդությունն եղավ։ Ես չգիտեմ, բայց ասում են, որ բոլորը չեն ձայն տվել 50%-ից ավել թե պակաս, չգիտեմ։ Զայն չեն տվել, ժողովուրդը պասիվ է։ Վաղար շաբաթի ընտրություններից տեղյակ եք երեկվա։ Ոչ, պատկերացում չունեմ։ Որ լինելա պետք է լինի, այդ կամբա։ Կեղծել են։ Այտենց էլ չճնջեք, կեղծել է Նիկոլը։ Ինչ եք կարծում, եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթեց վաղար շաբաթի ընտրություններում, սա նշանակում է, որ էջմիածինցիները կողմ են իշխանության հակակաթողիկոսական դիրքորոշմանը։ Չեմ կարող պատասխանել, որովհետև ես էջմիածինցի չեմ, էջմիածինցի ժողովուրդը գիտի, թե իրաց համար ովա լավ, ովա վատ, բայց ամեն դեպքում, եթե ժողովուրդն անդրե, հալալ է իրան։ Ոչ մի բան էլ չի նշանակում։ Չես կարող ասել։ Միանշանակ չի տա։ Կարծիքները շատ բազմազան էին, ես բանային քաղաքացիներին լսեցի, շատերը ուրիշ կարծիք էին, շատերը ուրիշ, ամեն մարդ իր ընտրությունը։ Իսկ ինչ եք կարծում, այս ընտրությունները նաև կանդրադառնան 2026-ի համապետական ընտրությունների վրա, ինչ որ ազդեցություն կունենան։ Դե տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, երևի չէ էլի, որտեվ ասենք շրջաներում մի քիչ ուրիշ ձև է ընտրությունները կատարվում, համապետականը մի քիչ ուրիշ ձև է էլի։ Չգիտեմ, չեմ կարող ասել աղջիկ ջան, ես քաղաքականությունից բան չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում, ասում են մեկն ասում է կանդրադառնամ, մյուսն ասում եմ ոչ, բայց մայրաքաղաքի բնակչությունն ավելի տեղյակ է անցուդարձին գուցե չանցնի այդ մեթոդը իրենց։ Չեմ կարող ասել, հետո ցույց կտա։ Իհարկե անդրադառնալու է։ Դե ԿՊ-ն ամեն ինչ անում է, որ իրանք անցնեն ընտրություններին էլ, վարչապետի ընտրություններին էլ մյուսն են։ Վաղար շաբաթի ընտրություններով ավարտվեցին այս տարվա ընտրությունները, մինչև մյուս տարվա հունիս ընտրություններ չենք ունենալու։ Տարվա վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության առիթով Անի Հովանեսյանը փորձել է հիշել մեր երկրում ընտրությունների պատմությունն ու հասկանալ, թե ինչպես սուպեր նախագահական 90-ականներից հասանք թեկուզ ցածր մասնակցությամբ, բայց իշխանություն ձևավորելու առումով մասնակցային այսօրվա բարձր մակարդակին։ Ինչ ու ինչեր փոխվեցին այս ընթացքում, մանրամասները ռեպորտաժում։ Անկախությունից ի վեր Հայաստանում 100-ից ավելի ընտրություն է եղել։ 6 նախագահական, 8 խորհրդարանական եւ 76 թիմ համամասնական ու 100-ավոր մեծամասնական թիմ ընտրություններ։ 1991-ին պետության ղեկավար ընտրելու պատասխանատվությունն ու բեռը դրվեց ժողովրդի ուսերին։ Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 83%-ը։ Ընտրությունների մասնակցությունը ռեկորդային 74% էր։ Սկզբում Հայաստանը այսպես ասած սուպերնախագահական երկիր էր եւ այդպես մնաց մինչեւ 2005 թվականը։ 1995-ի հուլիսի 5 նորանկախ Հայաստանը գնում է իր պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրություններին, քվեարկում նաև երկրի մայր օրենքի սահմանադրության օգտին։ Ընտրությունների մասնակցեց քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 55.6%-ը։
1995-ից ի վեր Սահմանադրությունը 2 անգամ լուրջ փոփոխություններ կրեց։ 2005-ին ու 2015-ին այս փոփոխությունները ազդեցին նաև ընտրական գործընթացի վրա։ 2005-ի փոփոխություններով Հայաստանը սուպերնախագահականից անցում կատարեց կիսանախագահականի։ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո ներդրվեց համամասնական ընտրական համակարգ։ Ավելին, օրենքը արգելեց ընտրության անցկացման ցանկացած այլ ձև։ Հենց այս փոփոխություններով Հայաստանը դարձավ խորհրդարանական երկիր։ 2009-ին Երևանում առաջին անգամ ընտրեցին քաղաքապետ։ Սահմանադրական փոփոխություններին զուգահեռ բազմիցս փոխվել է նաև ընտրական օրենսգիրքը։ Ժամանակի ընթացքում էլ նվազել են մասնակցության ցուցանիշները։ 2018-ի արժանընտրություններին 1995-ից ի վեր առաջին անգամ մասնակցության ցուցանիշը չգերազանցեց 50%-ը։ Այսօր ԱԺ պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրակարգով, մանդատները բաշխվում են կուսակցությունների նրանց ստացած ձայների համամասնությամբ։ Կուսակցությունները պետք է հաղթահարեն որոշակի շեմ։ Զուգահեռ վերջին տարիներին բարձրացել է թիմ ընտրությունների քաղաքական նշանակությունը։ Հատկապես 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը փորձում է թիմ ընտրությունների միջոցով ստեղծել իշխանության այլընտրանքային կենտրոններ, համայնք առ համայնք փոխելով քաղաքական քարտեզը։ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո գործող իշխանությունը ունի ամուր դիրքեր ինչպես ԱԺ-ում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս պահին 4 ընդդիմադիր քաղաքական գործիչներ ունեն համայնքապետի պաշտոններ։ Այսօր Մասիսի համայնքապետ ընտրվեց Դավիթ Համբարձումյան դաշինք խմբակցության անդամ, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը։ Գյումրիում քաղաքապետ է կոմունիստական կուսակցության տեխնացու Վարդան Ղուկասյանը։ Նրա կալանքի տակ գտնվելու պատճառով նույն խմբակցությունից ժամանակավոր պաշտոնակատար կա։ Բարաքարում է ապրելու երկիր կուսակցությունից Օնիկ Ախվերդյանը։ Վանաձորում էլ քաղաքապետ է հայկական վերածնունդ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը։ Անի Հովանիսյան, Ռեոփն մեդիա։ Թրամփի ուղին քննարկելու համար Երևանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը։ Ալիսոն Հուքերը արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, խոսել նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Վերջին շրջանում հայ-ամերիկյան շփումները հիմնականում վերաբերում են հենց Թրամփի ուղու մանրամասներին, ինչպես է անցնելու, ինչ միջոցներով, բազմաթիվ հարցեր կան։ Դրա համար էլ ամերիկացի պաշտոնյաները Հայաստան են գալիս բավականին հաճախ։ Հանրային մեծ աղմուկ է բարձրացրել Ալեն Սիմոնյանի վերջին հարցազրույցի շուրջ, բայց պատճառը հարցազրույցի բովանդակությունը չէ, սոցցանցերում շատերը զարմացել էին, որ ԻՄՆԻՄ-ի հաղորդման հեղինակներին հենց Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա ձերբակալելուց հետո նրան հրավիրել են լուրջ քաստ։ Իրականում հաղորդումը ձերբակալություններից առաջ էր տեսագրվել, բայց զարմացողների համար դա կարծես մեղմացուցիչ հանգամանք չէր ու շատերն ապաբաժանորդագրվել են։ Պատճառն էլ է փորձել է հասկանալ իմ գործընկեր Աննա Հարությունյանը։ Փակ երկիրը ամեն ձև փակելու եւ այլն եւ ինչ-որ ժամանակ անց տրաքեց այդ ամենը։ Հենց այս ոդքասթից հետո Արմքոմեդիի տղաների շուրջ սկսվեցին բորբոքվել ֆեյսբուքյան գրքերը։ Ընդդիմադիր դաշտից սկսեցին նշել նրանց էջերը, ավելացնելով ափսոս բառը։ Նարեկ Մարգարյանին եւ Սերգեյ Սարգսյանին սկսեցին մեղադրել անուղղակիորեն իշխանությանը սատարելու եւ ԻՄՆԻՄ-ի ոդքասթի հեղինակների ձերբակալումն ու կալանավորումը հաշվի չառնելով նրանց դեմ հաղորդում տված Սիմոնյանին իրենց տաղավարում ընդունելու համար։ Սիրելիներս, եթե ձեզ համար հանրային իշխանության բարձրագույն պաշտոնատար անձի կողմից իր ախրաննիկների օգնությամբ քաղաքացու ձեռքերը բռնելն ու երեսին թքելը կարմիր գիծ չի, ապա նորմալ է, որ ես էլ ձեր աչքերում ծայրահեղական եմ։ Ավելի կոշտ գնահատական հնչեցրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Արմքոմեդիի տղեկը կանգնած էին առանցքային որոշում կայացնելու հարցի առջև։ ԻՄՆԻՄ-ի տղեկի հանդեպ Ալենի ստահակության հետևանքով չեղարկել նրա այդ հարցազրույցի հրապարակումը, թե չեղարկել։ Ընտրեցին երկրորդ տարբերակը, ընտրեցին ադրբեջանը նիկոլական 4-րդ հանրապետություն պրոյեկտում ընդդիմադիր հայացքներ ունեցող տղեկ աշխատելու անշարժ տարբերակը։ Ափսոս։ Արմքոմեդիի հաղորդավարներից Նարեկ Մարգարյանի հետ չկարողացանք կապ հաստատել, իսկ Սերգեյ Սարգսյանը չցանկացավ թեմայի մասին որևէ մեկնաբանություն տալ։ Իսկ թե ինչպես է որոշվել ազգային ժողովի նախագահին կանչել լուրջ քաստ, կարելի է հասկանալ հետևելով Արմքոմեդի Ալեն Սիմոնյան հեռակա վեճին։ Ազգային ժողովի նախագահը նախ մեղադրել է տղաներին իրեն փողոցում չբարևելու, բայց բարևի մասին սոցիալական գովազ նկարելու համար։ Հետո մեկ այլ հրապարակմամբ էլ մեղադրել է ըստ էության ապատեղեկատվության համար։ Մարգարյանն ավելի ուշ փորձել է բացատրել կատակը, որը վերաբերում էր երկրում կոռուպցիոն գործերի ընտրովի քննությանը։ Կատակը մեծ հաշվով Ալենի մասին չէր, այլ Դանիելենց այդ ահազանգների, որոնք ավելի հակված են ավարտվել նստելով ընդդիմադիրների դեպքում։ Երկու սրբազան հենց հիմա այդ ահազանգերով գտնվում է կալանքի տակ, այսինքն նստած է։ Իսկ իշխանավորների դեպքում, երբ որ իրանք ահազանգում են, հետո բարձրացնում է որ կադաստրոն վրիպակ ա եղել, ինչ որ չգիտեմ, ասես մի հատ մանրուք էր, վարչական էր բան, հիմա մնում է ուղղակի ապացուցել, արդյոք եղել է ահազանգ ոչ թե վարչական խախտման մասին, այլ քրեական ահազանգ։
Ըստ այդմ Ալեն Սիմոնյան ակնհայտ կեղծ տվյալներ է ներկայացրել, ինչը քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է։ Ահազանգելա, քրեականա, նստելա, չի նստել։ Մեդիա փորձագետ Գնել Նալբանդյանն ասում է, ոչ միայն քաղաքական, այլև հանրային դաշտում մեդիայի նկատմամբ ճնշումները ավելի են անորոշ դարձնում խոսքի ազատության մասին առանձայնել ոչ հստակ պատկերացումները։ Մեդիա տարածքում խոսքի ազատության մասին պատկերացումները շատ հեղեղուկ են, շատ բավականաչափ անորոշ են եւ խիստ քննադատելի է այն վարքը, որ խոսքի որևէ դրսևորում կարող է հանգեցնել որևէ իրավական սանկցիայի։ Նալբանդյանը չի պնդում, որ կա ուղղորդված թիրախավորում, սակայն տեսնում է մտահոգիչ օրինաչափություն իշխանության գործողություններում քննադատական լրատվամիջոցների նկատմամբ։ Դրանք ճնշող մթնոլորտ են, որովհետև եթե մեկին ուրեմն կալանավորում են, ձերբակալում են, մյուսները կարող են նաև ինքնագրաքննությամբ զբաղվել, իրենք իրենց սահմանափակել եւ կարող են մտածել, որ արի կլինի այս ինչ բանը չասեմ, արի կլինի ձայն չանեմ, արի կլինի այս թեմային չանդրադառնամ, որովհետև գուցե նույն բախտին էլ ես արժանանամ։ Իդեպ օրեր առաջ պետականացվեց նաև մամուլի շենքը, որտեղից մինչև այդ ճանապարհել էին առավոտի խմբագրությանը, ինչը նույնպես հանրության ընդդիմադիր հայացքներ ունեցող հատվածի կարծիքով դարձավ ընդդիմադիր մամուլի հանդեպ ճնշումների օրինակ։ Աննա Հարությունյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Այլ թեմաների մասին Ուկրաինայի նախագահը Մակրոնի հետ ստորագրել է ֆրանսիական 100 կործանիչ ձեռք բերելու պայմանագիր, բայց բանակցությունների առանցքում ավելի շատ եղել է Ուկրաինայում կոռուպցիայի խնդիրը։ Անցած շաբաթ հենց Ֆրանսիայի արտգործնախարարն էր ասել, որ Եվրոպայի օգնությունը ստանալու համար Ուկրաինան պետք է հաղթահարի կոռուպցիան։ Ուկրաինան կկարողանա ստանալ 100 Rafale F4 ինքնաթիռ, շատ հզոր ֆրանսիական ռադարներ, հակաօդային պաշտպանության 8 SAMP-T համակարգ, յուրաքանչյուրը 6-ական արձակման կայանքով։ Այսօր մենք մտնում ենք նոր փուլ։ Այս համաձայնագրով մենք շարունակում ենք նպաստել մեր պաշտպանական արդյունաբերությունների մերձացմանն ու ինտեգրմանը։ Ուկրաինային աջակցել է առաջնագծում գտնվող նրա զինված ուժերի արդիականացումը շարունակական դարձնելու համար, որոնք Եվրոպայի պաշտպանության առաջին գիծն են։ Եվ մենք դա անում ենք երկարաժամկետ հեռանկարում, միաժամանակ հայտարարելով, որ ուկրաինական բանակի վերականգնվելու կարողությունը վճռորոշ տարր է բոլորիս անվտանգության համար։ Դոնալդ Թրամփն է այդ ընթացքում կենտրոնացել Կարիբյան ավազանի վրա, ուր ուղարկել է ամերիկյան ամենահզոր ավիակիրը եւ պայթեցրել նարկոբարոնների հերթական նավը։ Իրականում սա քաղաքական լուրջ հարց է, Վենեսուելայում կարծում են, որ խնդիրը ոչ թե նարկոկարտելներն են, այլ իրենց երկիրը, եւ Թրամփը առիթներ է տալիս, որ այդպես մտածեն։ Հզոր ուժեր տեղակայելուց հետո թմրանյութերի դեմ պատերազմի համար նա ասել է, որ պատրաստ է խոսել Վենեսուելայի նախագահի հետ, որի դեմ շատ լուրջ արշավ էր ձեռնարկվել Թրամփի դեռ առաջին նախագահության տարիներին։ Ամերիկյան օպերատիվ խումբը Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում կրկին հարվածել է նավի, որը ենթադրաբար թմրանյութեր էր տեղափոխում։ Ամերիկյան հարավային հրամանատարության տվյալներով թմրանյութեր տեղափոխող նավի վրա գտնվող 3 նարկոահաբեկիչ սպանվել է։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները Կարիբյան ավազանում տեղակայել է աշխարհի խոշորագույն ավիակիրը Ջերալդ Ֆորդը։ Լարվածությունն ավելացնում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ինքը որոշակիորեն կողմնորոշվել է Վենեսուելայի հարցում։ Սակայն նախորդին Թրամփը լրագրողների հետ զրույցում խառնել է բոլորի խաղաքարտերը, ասելով, որ պատրաստ է խոսել Մադուրոյի հետ, ինչը նախկինում գրեթե անհնարին էր թվում։ Հնարավոր է մենք որոշակի քննարկումներ ունենանք Մադուրոյի հետ եւ կտեսնենք, թե ինչպես դա կստացվի։ Նրանք կցանկանային, այո, նրանք կցանկանային խոսել։ Վենեսուելայի կառավարությունն իր հերթին մեղադրում է Վաշինգտոնին ռազմական սպառնալիքի միջոցով ռեժիմի փոփոխության ձգտելու մեջ։ Ես սա ամեն օր կրկնում եմ Միացյալ Նահանգների ժողովրդին։ Միացյալ Նահանգների ժողովուրդ, լսեք ինձ, պատերազմ Կարիբյան ավազանում, պատերազմ Հարավային Ամերիկայում, ոչ, հավերժական պատերազմ, ոչ, խաղաղություն, այո, խաղաղություն Ամերիկայի համար, այո։ Լարվածությունը միայն Վենեսուելայով չի սահմանափակվում։ Էկվադորցիները կիրակի օրը կայացած հանրաքվեով մերժել են նախագահ Դանիել Նոբոայի հանցավորության դեմ պայքարի առանցքային 2 նախաձեռնությունները՝ օտարերկրյա ռազմաբազաների վերադարձը եւ սահմանադրության փոփոխությունը։ Ճակատագրի հեգնանքով նույն օրը Իսպանիայում համատեղ գործողության արդյունքում ձերբակալվեց Լոս Լոբոս խոշորագույն նարկոխմբավորման պարագլուխ Վիլմեր Ջովանի Չավարիա Բարեն, Դոն Պիպոն, որը տարիներ շարունակ խուսափում էր արդարադատությունից։ Այսպիսով, մինչ նախագահ Նոբոան ձախողվեց երկրի
ներսում միջազգային ռազմական համագործակցությունն ընդլայնելու իր փորձի մեջ երկրի ամենաազդեցիկ հանցագործներից մեկը բռնվեց հենց արտասահմանյան ուժերի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Մենք իրականացրել ենք շատ արդյունավետ եւ լավ համակարգված գործողություն եւ սա ցույց է տալիս, որ միջազգային համագործակցությունը միակ ճանապարհն է վերջ դնելու այս խմբավորումներին, որոնք հանցագործություններ են կատարում տարբեր երկրներում։ Դրանք անդրազգային հանցավոր խմբավորումներ են եւ եթե այդ համագործակցությունը, այդ համատեղ աշխատանքն այլ պետությունների հետ գոյություն չունենա, մենք հաջողության չենք հասնի։ Ուշագրավ է, որ ըստ Միացյալ Նահանգների թմրամիջոցների դեմ պայքարի վարչության զեկույցների Վենեսուելան Ամերիկա մտնող թմրանյութերի հիմնական աղբյուրը չէ։ Այդ ցուցակը 95%-ով գլխավորում է Մեքսիկան, որտեղից Միացյալ Նահանգներ մուտք գործելիս 2024 թվականի ընթացքում առգրավել է 23 տոննա ֆենտանիլ, 133 տոննա մետամֆետամին, 63 տոննա կոկային, 620 կիլոգրամ հերոին եւ 32 տոննա մարիխուանա։ Այս երկիրն է ֆենտանիլի եւ մետամֆետամինի համար հիմնական արտադրողը։ Դրանց ստացման համար անհրաժեշտ նյութերի 90%-ից ավելին մատակարարում են Չինաստանն ու Հնդկաստանը։ Տարածաշրջանում կոկայինի գլխավոր արտադրողը Կոլումբիան է 84%-ով, հաջորդում են Պերուն եւ Բոլիվիան։ Մինչդեռ Վենեսուելան, որի շուրջ ստեղծվել է հիմնական լարվածությունը, ըստ ամերիկյան կառույցների, թմրատարանցման գործում ունի ընդամենը երկրորդական եւ տարանցիկ դեր։ Այնուհանդերձ այս երկրից Միացյալ Նահանգներ մուտք գործելիս 2023 թվականի ընթացքում առգրավել է 639 տոննա տարբեր տեսակի թմրանյութեր։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ֆուտբոլի մասին Կիրակի երեկոյան 9-1 հաշվով Պորտուգալիայի հավաքականին պարտվելուց հետո մարզիչ Եղիշե Մելիքյանն ասել է, որ պարտությունն անհատական սխալների պատճառով էր եւ տղաները հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին։ Ֆուտբոլասերներն ու մեկնաբանները նորից հիշեցին ֆեդերացիայի խնդիրները պահանջելով փոփոխություններ, այլապես այս տեմպերով հայկական ֆուտբոլը կհայտնվի ազատ անկման մեջ։ Թեմային անդրադարձել է Մերի Դանելյանը։ 2019 թվական, Պալերմո, Իտալիա-Հայաստան 9-1 2022 թվական, Օսլո, Նորվեգիա-Հայաստան 9-0 Եվ ահա 2025 թվական, Դրագաու մարզադաշտ, Պորտուգալիա-Հայաստան 9-1 Մինչդեռ բոլոր այս հավաքականների հետ հենց նրանց դաշտում մեր ազգային թիմը կարողացել է հավասար խաղ ցուցադրել։ Այդ թվում Իտալիայի հետ 2014-ին Պալերմոյում կայացած հանդիպմանը, երբ Սկուադրա Աձուրան 2 անգամ հետապնդողի դերում էր Հայաստանի ընտրանու դեմ խաղում։ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը Էդուարդ Սպերցյանն է։ Նա ի դեպ փոքրիկ պատմական նվաճման է հասել դրանով, 11 գոլով դառնալով պատմության ընթացքում հավաքականի կազմում ամենաշատ գոլ խփած 4-րդ ֆուտբոլիստը, հավասարվելով Արթուր Պետրոսյանին ու Մարկոս Պիզելիին։ Ֆավորիտ համարվող պորտուգալացիները խաղի հաշիվը բացեցին 7-րդ րոպեին։ Ռանոսի անցումից եւ նրա փոխանցումից հետո Սպերցյանի պատասխան գոլը գրանցվեց 18-րդ րոպեին, սակայն 28-րդ րոպեից սկսած պաշտպանությունում թույլ տված սխալները հաշիվը դարձրին աղետալի։ Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, թե պարտությունն անհատական սխալների պատճառով էր եւ տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին։ Շատ վատ դրամատուրգիան մեջ ենք բոլորս գտնվում, բայց պետք է ընդունել եւ աշխատել։ Ըստ մեկնաբանների 3 օր առաջ Իռլանդիայից 2-0 հաշվով կրած պարտությունից հետո Պորտուգալիան մարզական չարություն էր կուտակել, ինչն ավելիով իրացրեց մեր թիմի դեմ։ Իդեպ նույն Իռլանդիային գեղեցիկ խաղով մեր ընտրանին պարտության էր մատնել, թեև մրցակցի հարկի տակ նույն Իռլանդիային ու 2 անգամ Հունգարիային զիջել էր, սակայն պատվով էր հանդես եկել։ Պատճառը կարող է լինել, որ Պորտուգալիայի հավաքականը բավականին ուժեղ էր տրամադրված, որովհետև պարտվել էին Իռլանդիային եւ դրանից հետո ցանկանում էին վրեժ լուծել եւ ցավոք սրտի Հայաստանը դարձավ այն թիմը, որի նկատմամբ այդպիսի վրեժ լուծեցին։ Սպորտային մեկնաբանն ասում է, դժվար է մտածել արդյունքները լավացնելու մասին, երբ մեր հավաքականը նույն մակարդակի թիմերի հետ չի խաղում։ Հուսով եմ, որ ընկերական խաղեր կլինեն արդեն մյուս տարի եւ երբ որ UEFA-ի ազգերի լիգայի շրջանակում մենք ունենանք մեր մրցակիցներին, ապա հավասար թիմերի դեմ մարզիչը կկարողանա ճիշտ տակտիկա ընտրել եւ լավ արդյունքներ գրանցել։ Հարություն Ծատերյանի խոսքով երկրպագուները պետք է համբերատար լինեն։ Մարզիչին եւս ժամանակ է պետք ավելի լավ արդյունքներ ունենալու համար, իսկ դրանց նշանակությունը մեր ժողովրդի համար շատ ավելի մեծ է, քան խաղադաշտում հաղթանակը։ Կարծում եմ, որ ֆուտբոլը մեծ միավորող նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար եւ փոքր հաղթանակները, ինչպիսին օրինակ Իռլանդիայի հավաքականի դեմ էր, տեսակ թե ինչ ցնծություն առաջացրեց, կարծում եմ հատկապես մեր փոքր ազգի համար
այդպիսի հաղթանակները շատ կարևոր են եւ հնարավորինս ավելի են կարևորվում, երբ թիմը նաեւ գեղեցիկ խաղ է ցուցադրում։ Հայկական ֆուտբոլը վերելքի տարիներ ունեցել է եւ երկրպագուները հուսով են, որ ազգային թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստներն անհրաժեշտ դասերը կքաղեն եւ արդեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հավակնոտ նպատակներով կվերականգնեն իրենց հանդեպ հավատն ու կուրախացնեն միլիոնավոր ֆուտբոլասերներին։ Մերի Դանիելյան, Open Media։ Այսքանն ենք նախատեսել այս ժամի համար, առավել թարմացված տեղեկացվությամբ Free News-ը եթերում կլինի ժամը 13-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։